Ժաննա, այս իրավիճակում ինչպիսի դերակատարություն կարող է վերապահված լինել Թուրքիային եւ Ադրբեջանի։ Թուրքիայի եւ Ադրբեջանի մասով, քանի որ ես ինքս մասնագետ չեմ, շատ մեծ դիտարկումներ չեմ կարող անել, բայց Իրանի համատեքստում այս երկրների առաջնային դերակատարումը միշտ վերաբերվել է օրինակ պանթյուրքական օջախներին, դրանց ակտիվացմանը կամ սնուցմանը եւ այլն։ Ու այս համատեքստում եւս, եթե Իրանում ինչ-որ անկայունություն է լինում եւ շարունակվում, չի բացառվում, որ այս երկրները կկարողանան օրինակ ակտիվացնել կամ կփորձեն ակտիվացնել պանթյուրքական օջախների։ Ադրբեջանաբնակ տարածքներում ապրողների։ Օրինակ թուրքախոս այո տարածքներում, բայց այստեղ մենք նաև պետք է արձանագրենք, որ նույն թուրքախոս շրջանների ցույցերը իրենք եղել են նույն համատեքստում, ինչ Իրանի մնացած բոլոր շրջանների ցույցերը, այսինքն իրենք ինչ-որ այլ պահանջով չեն առանձնացնել, բայց մենք նաև նկատում ենք, որ նույն պանթյուրքական շրջանակներում հակառակը փորձ է արվում տանել այն քարոզչությունը եւ այն տպավորությունը ստեղծել, թե այդ տարածքներում կա նաև այլ պահանջներ, այնինչ դա ավելի շատ պանթյուրքական քարոզչությունն է, քան ռեալ պատկերը։